Պիտի գարտամ հատվածը Եզրաս քիրքեն Մաբաուտ ուզեցի ովեսի խոնարինք մեր դերասություն արջև ու անգե հաչող ամփորձություն խնդրենք մեզի ու մեր ներուն եւ մեր բոլոր ստացվածներ մեջ մեզ թշնամիներեն պաշտպանելու համար թագավորին զորացիավոր ուզելու ամաչծա որովհետև թագավորին ըսեր էինք թե մեր աստուծուն ցերքը բոլոր զանիգա փնտրերուն վրա է փարությամբ զորությունը ու փարգությունը ամեն անոնց վրա որոնք զանիգա գթողուն ուստի ձոմ բռնեցինք այս բանի մենք օգնություն ընտրեցինք ու անիգա մեր խնդրվածքը ընդունեց Աստուծո շնորհքով գշտագենք ինչպես աղոթել Աղոթքի նյութին շուրջ եթե սխալ ըմբռնումներ ունենք փրկան է որ պիտի շվարենք ինչ ուներվենք եւ միջև իսկ Աստուծո թեմ պիտի լարվենք շատերուն վիճակն է Աստված ինչու իմ աղոթքս չլսեր Ես ինչ քեշփան ըրած եմ Աստուծոներս չպատասխաներ Ես որ բարի սիրտ ունիմ Ես աբաշխարած եմ սոներեն շատ ավելի լավ բնավորության դեր մեկն եմ որ Այս եւ նման արտահայտությունները աղոթքի շուրջ սխալ ըմբռնումի հետևանքն է Աշխարհի բնակչության մեծամասնությունը չսելու համար բոլորը գաղոթեն Որ գոնքի մը գպատկանի գաղոթե Այդ աղոթողներու մեջ թասակատ մգա Աստուծո համար գաղոթե Ասոնք երբ գաղոթեն իրենց երևակայության մեջ գեցած են մեգում արջև որ փռնագալ է ուստի գաղոթե որբեսի զայն կողծքը եւ իր ասվածը չի չղայնացնե Թասագարկ մնալգա աղոթելու սիրույն գաղոթե Գաղոթե որբեսի ինք կող մնա Զգալով որ բարդագանությունը գադարած է Թասագարկ մնալգա Գաղոթեն որ ասված իրենց ուզածը գադար է Ինչ որ իրենք ձրակրած են ասված գադար է Ասոնք հալ իրենց երևակայությանը մեջ գեցած է մեգում արջև որ իրենց ձարան է, սպասավորն է և ստիպված է ներգայացված խնդրանքները գադարելու միշտ ունենալով այն զգացումը որ իրենք ինչ ըրած են Աստուծո համար և իրենց շուրջը գտնվող մարդոց շատ ավելի լավ են որով ասված բարդագան է իրենց Ինչպես որ իրենք իրենց բարտկը գվճարեն Աստուծո աղոթելով, Աստվածալ իր բարտկը վճարելու է իրենց աղոթներուն պատասխանելով։ Գուդաս, գուդամ, չես տար, ես ալ չեմ տար։ Թասագարկ մնալգա գաղոթեն, որբեսի Աստուծո գամքը գադարվի։ Ասոնք երեք բաներ ունին զոր դարբեր գնե մույսերեն։ Մեկ, համոզված են, որ Աստուծո գամքը բարի է, գադարյալ է և հաճելի է։ Այսպեսիներ գահավատան, երբ Աստծո գամքը գադարեն, հաճույք է իրենց համար, ուրախություն է։ Երկու, գահավատան դերոջը
Համոզված եմ, որ Աստված բոլոր բաները բարի կործանից կնե կամ կդարձնե անոնց համար, որոնք զինք գսիրեն։ Երեք քոհունակ սիրտ ունի։ Ամեն բանի մեջ աղոթքով իրենց խնդրվածքը Աստուծո գահիտնեն քոհությունով ու ոչ թե քանքադելով։ Տուն որ տասագարքին գբատկանիս։ Գուզես կիտնալ, եթե գուզես կիտնալ, պիտի կիտնաս, հարցը ուզելն է։ Աստուծո փառք կուտանք, որ այս մեծ Բաքի բայեցողության շրջանի մեջ գտնվելով շատեր գուզեն ավելի սուրբ լալ, սիրտերին մաքրել, եկեղեցի հաճախել, աղոթել եւ այլն։ Հիանալի է։ Ես ալ փափակեցա ինչու եւ ինչպես աղոթել նյութի շուրջ խոսիլ եւ այս երրորդ գիրագին է։ Գարտացված հատվածի մեջ գտեսնենք, որ Եզրաս քահանան ժողովուրդը գհրավիրե ձոմաբահությամբ աղոթելու եւ Աստուծո առջև խոնարհելու եւ անգե հաճող ճամփորդություն խնդրելու։ Գրնակ գարտալ ապողջ գլուխը պետք էր Երուսաղեմ երթային, Փարիզ բշինեն եւ այլն նորոգություններ, ճամփան վտանգավոր է եւ թակավոր է զորք խնդրելու ամճցակս է ինչպես գարտացի, ինչու ամճցար, որովհետեւ իրեն ըսած է, որ Աստված բարեբաշներուն հետն է, այնպես որ հիմա եթե խնդրենք իրմե, որ մեզի փանակ դա զինվորներ, որբեսի պաշտպանե, որովհետև ճամփան վտանգավոր է, այնադեն թակավորը պիտի չէ որ տուն գսես որ մեր Աստվածը բարիներուն, բարեբաշներուն հետն է եւ այլն, անոր համար գսե ամճցա թակավորեն զոր խնդրելու։ Եվ ձոմաբահություն խնդրեցի, ձոմաբահություն քարոզեցի եւ Աստուծո առջև խոնարհելու եւ անգեհաճող ճամփորդություն խնդրելու։ Ինչպես աղոթեցին, մեր նույնն այդեր չէ, ինչու եւ ինչպես աղոթել, ձոմաբահությամբ եւ այս կետը գուզեմ այս առավոտ շեշտել։ Կարծեք ոմանք բայեցողության եւ ձոմաբահության միջև եղած դարբերությունը չեն գրծած զանազանել կամ չեն ուզեր զանազանել։ Այս պատճառով շփոթության մատնված են։ Սուրբ Գիրքեն հատված մը գարտան ձոմաբահության մասին գխոսի, հստակ է, այդ բառնալ գործած է, իրենք բայեցողության մասին գխոսին։ Գփափակիմ այս երկուքին դարբերությունը տեսնել։ Ձոմ կամ ձոմաբահություն կամ բայեցողությունը այս երկուքն հիանալի են։ Ձոմաբահությունը Աստվածաշունչի հիմք ունի։ Իսկ բայեցողությունը հիանալի է եւ Աստծո փառք կուտամ, որ եկեղեցվո հայրեր իրենց կանոնի մեջ անցուցած են եւ անգե մեզի հասած է հայրերու կողմէ, որ խիստ քնահատելի է եւ օգտակար է բայեցողությունը։ Բայեցողությունը կանանչեղեն եւ ընթեղեն ուտել է, հիանալի է։ 40 օր վերջանալեն ետքը գրնակ հաջորդ ամիսը նորեն մի քանի օրեր բայեցողություն ունել։ Հիանալի է, առողջապահական է։ 40 օր մսեղենները, անուշեղենները հերու գնալ, իրապես անոնք, որոնք գնեն այդ բանը, գբահեն, հիանալի է։ Ոմանք կքննադատեն դժբախտաբար բայեցողություն կատարողները, ըսելով, թե Սուրբ Գիրքը այս տեսակ բանը չուսուցաներ, չի պատվիրեր։ Մենք Սուրբ Գիրքեն դուրս չենք ելներ։ Շատ թյուրին է քննադատել, ամենաթյուրին բանն է։ Ինչու այս քննադատողները ինչ որ Սուրբ Գիրքը գսե այդ գնեն, Սուրբ Գիրքը գսե մի նախանցիր, զոր օրինակ։
Եվ գրեստես, որ նախանց ունի։ Գսե, ծեր մեջ են վերցվի, նախանցը, գրիվը, չարությունը, պարգությունը, վերցուցեք, Սուրբ Գիրքը գսե։ Եվ գնայս այսպես Սուրբի հովեր արած են ասոնք, որոնք գսեն մեր Սուրբ Գիրքեն թուրս չենք ելներ։ Եվ այնպես գունեմ, որ գզարնա Սուրբ Գիրքը գսե, ադելությունը սրդե թուրս պետք է հանես։ Եվ իրենք ադելություն ունին սրդերու մեջ։ Գսե, ան որ իր եղբայրը գադե, մարդասպան է, այդպես գսե Սուրբ Գիրքը։ Գտեսնեք, որ խոսիլը թյուրուն է։ Սուրբ Գիրքը գսե չարախոսություն մի էներ, այդպես գսե։ Այնպես որ բակ բռնողները քննադատողներուն սիրտերու մեջ արելի մեղքեր կան եւ չեն ուզեր դուրս հանել։ Մուսկոմե աշխատին իրենց թիմացինին աչքի մեջի շուղը դուրս հանել։ Ասիկա ցավալի երևույթ մնե եկեղեցական պատմության մեջ մինչև այսօր գտեսնենք։ Հետևաբար բայեցողությունը Սուրբ Քրային է։ Ոչ, պատասխանը ոչ է։ Օգտակար է, լավ է, շատ օգտակար է, անշուշտ օգտակար է։ Եկեղեցվո հայրերը մեկը ասած է, գողորթը զսպողը բոլոր մարմինը զսպած կլա։ Ճշմարտություն է, ճշմարտություն է։ Հարցը սակայն ուրիշ տեղ է, ուրիշ տեղ է։ Սիրտի մեջն է։ Եթե պատմությունը օրմը թաղական խորհուրդը, վարչական խորհուրդը, գերտան քահանայինքով, ատենաբեդը գսե դեր հայր, այս 40 օրվա մեջ ինչ ջաշեր բեք չէ ուդենք։ Խելացի քահանան գսե, նայեցեք գսե, ինչ ուզեք գերեք, միայն իրարու միսմի ուդեք։ Անոնք, որոնք Սուրբի հովեր արած գերած են, գզարմանաս, մենք Սուրբ Գիրքեն դուրս չենք ելներ, ինչ որ քրված այդ սուրեն, անգեց պետք ելնանք, անգեց պետք ելնանք, դերոր չարչև խոնարելու եք և մեր սիրդին վրա աշխատանք և ոչ թե արտաքին երևույթներուն, այնպես որ պրոբլեմը սրդին մեջն է, սրդին մեջն է, և ձոմաբավություն գնշանագ է, ինչպես որսի գուզեմ շեշտել այս ուղղությամբ, ոչ ուդել, ոչ խմել է։ Ըլլա 5 գդագարանի մեջ, որ գարտացինք, ըլլա նոր գդագարանի մեջ այս երևույթը գտեսնենք։ Սուրբ Քրային հիմք ունի։ Ասոնք, անոնք որոնք ձոմ բռնած են, ոչ գերած են, ոչ ալ խմած են։ Մերդենալ ձոմ բայեց, ինչպես կգարտակ Մատյոսի 4-րդ գլուխի մեջ, ձոմ բայեց, ոչ կերավ, ոչ խմեց։ Աստուծո խոսքի մեջ, երբ ձոմաբավության նյութը սերդենք, 4 հարցումներու պատասխանները գստանանք։ Ինչու ձոմ բայելու ենք, երբ ձոմ բայելու ենք, և ինչպես ձոմ բայելու ենք։ Այսինքն, մեր վիճակը վիճակ լալու է, երբ ձոմ գահենք։ Առաջ ձոմաբավություն և աղոտք միասին գընթանան, ասիկա շարունակ գգրտնենք։ Ձոմ առանց աղոտքի, առանց Աստուծո խոսքի ընկերցանության, այդ միայն գշիր գործընծելու գծարա է, միայն, գնի ադաս քիչմը, այնպես որ և ժամեր չգան, անհարին վիճակ են գախյալ է, Աստվածաշունչի մեջ ըլլա մերդերը, ըլլա առաքելական շրջանի մեջ ապրող Հիսուսի աշակերտները մասնավոր
օր եւ ժամ չորոշեցին։ Անշուշտ, եթե եկեղեցիներ ետքը հատուկ ժամեր, օրեր որոշեցին, հարկելի է, դիսցիպլինի վարժվելը լավ է, ավելի լավ է, քան թե հովուր որ տանի կպճե երթան։ Հինն իվեր չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը մարդիկ ծոմաբաություն կնեն։ Գիտեք ինչու համար քաղաքարը ինչ է։ Որովհետև չորեքշաբթի Հիսուս ցերպակալվեցավ։ Ուրբաթ օրնալ խաչվեցավ։ Անորոշ մարդիկ իրենց մեջ այս օրերը որոշած են ծոմաբաություն կամ ընդիր կարելի է ստելիք։ Եկեք տեսնենք սուրբքի մեջ արձակրված մարդիկ ծոմ բայեցին։ Առաջին անգամ ծոմաբաության մասին Սամուել մարգարեի ժամանակ առաջին թագավորած 7 գլուխի մեջ պիտի գարտամ 36 համարները որ գսե այն Սամուել Իսրայելի բոլոր դանը խոսելով եթե դուք ձեր բոլոր սրտով չեն օդար աստվածները ովթը վերցեք ու ձեր դերոջը պատրաստեցեք ու միայն զանիգա աշտեցեք ու այգա պաշտացոց ձերքեցես պիտի ազատեք և Իսրայելը ու աստանովթը վերցուցին ու միայն դերոջը տարայություն ըրին և Սամուել ըսավ բոլոր Իսրայելը Մասպայի մեջ ժողվեցեք ու ձեզի համար դերոջը աղոտ կնեք Մասպայի մեջ ժողվեցան ու ջուր քաշեցին և դերոջը առջև թափեցին այն օրը ձոմ բռնեցին ինչ ըրին այն օրը ձոմ բռնեցին և հոն ըսին դերոջը մեղ գործեցին և Սամուել Մասպայի մեջ Իսրայելի որդիներուն թագավորում ձոմ բայեցին մեղքերնին խոստովանելով գարտացին չէ մեղքերնին խոստովանելով ձոմ բայեցին ժողովուրդը օդար աստվածներ կբաշխեր և Սամուել ինչպես գարտացիք ժողովրդին գոչ ըրավ որ անոնք աստարովթը վերցնեն իրենց մեջ են աստարովթը փյուրիգեցված չաստվածուհին էր որ իսրայելացիք սկսած զարբաշտել հեսուի մահեն ետքը Բաշտամունքի ժամանակ բացությունը մաս կգազմեր Աստված բաչեց իր ժողովուրդը և զանոնք փղշտացված ձեռքը մատնեց և Սամուել գսե որ գարտացինք երրորդ համար այն ադեր Սամուել խոսեցավ ժողովրդին Իսրայելի եթե դուք ձեր բոլոր սրտովը դերոջը դարձերեք ձեր մեջ են օդար աստվածներ ու աստվածը վերցուցեք և ձեր սիրտերը դերոջը պատրաստեցեք միայն զանիգա պաշտեցեք Բարեբախտաբար ժողովուրդը Սամուելի գոչին ականջ տվին և որոշեցին ձոմաբաությունով դարձիք ապաշխարեն այս օրերու մեջ որ եկեղեցի իրենք ժողովրդին գոչ ընեն գնեն փառք ու դանկանոր համար գոչ կնեն աշխարհության աստծո մոտենալու յուրաքանչյուրը բիդրամի նման ավետարանի չի վերածված է ոչ կնե ժողովրդին նրանից է ժողովուրդալ մի գնե ինչպես որ հոս կտեսնենք դարձի եկան իրենց գուրքերը մեկում ցկեցին իրենց սիրտերը պատրաստեցին և հոս փամը ըրին որ հերակրական է Չուր քաշեցին ու դերոջը առջև թափեցին այդպես կարտացին Ինչ կնշանակի այս Ինչ գործ ունի չուր քաշեցին հորեն եւ դերոջը առջև թափեցին այս չուրը Այս արկով ցույց տվին իրենց սիրտի որոշումը
որոշումը։ Ինչպես որ ճուրերը երբ գտապես ճուրը գտապվի, ետ չես կրնար հավաքել, այնպես ալ ըսել ուզել դեր, մենք ալ մեր որոշումեն ետ չենք թարնար, ինչպես որ այս ճուրը տապեցին քու առջևդ, այս է իմաստը։ Նաև քեղեցիկ խորհրդաբաններ մներ իրենց սիրտը Աստծո առջև թափելուն, ինչպես Դավիթ գսե, անոր առջև սիրտերնի թափեցեք, Սաղմոս 62:8։ Ուրեմն ձոմ գբահենք Աստծո թարնալով, աբաշխարելով, այս խելքը փոխելով, նույն խելքը չի մնար, բայեցողության ժամանակ, եթե մեր միտքը չենք փոխել, իմաստ չունի բայեցողությունը կամ ձոմը, եթե մեր սիրտը չենք մաքրել, Աստծո առջև չենք թափել, իմաստ չունի։ Ուրեմն այս է, ուրիշ թարգմանության մեջ գսե, աբաշխարելով ճուրի պես սիրտերնին թափեցին։ Մարդուն դժվարությունը երկու միտք ունենալն է, գես սրտով Աստծո հետ քալել, սիրտին գեսը մեղքին վրա է, անշուշտ աչքարու ասանք սարսափելի մեղքեր չէ, մեղա, մենք այդ տեսակ մեղքեր չենք կործեր, ուրիշ տեսակ մեղքեր, որ մեղք չենք համարել, քույներ դված ենք, բայց այս է դժվարությունը, գես սիրտով, սիրտին գեսը մեղքին վրա, գեսնա սրբության վրա, սիրտին գեսը եսին վրա, վայ եթե մարդուն եսին թպնաս, քիչ մասպես թբիր, խառնե քիչմը, գփզկտե քեզի, գփզկտե, այսի մեղք է ասի, այո, բոլոր սիրտը չէ, բայց գեսն է, թուրս, անոր համար Սամուել գսե, ծեր բոլոր սրտով Աստուծո դարձեք, Մովսես մարգարեն ալ նույնը ըսավ, Հեսուն ալ նույնը ըսավ, Մերդերն ալ հստագրավ, երբ ըսավ, չեք կրնար երկու դիրոջ ծարայել, չես կրնար, ես կգարկատրեմ, ես կկալեցնեմ, չես կրնար, մարդոց կխապես, որ սիրտդ մաքուր է, Աստուծո հետ է, եկեղեցի գերտաս, չես կրնար Աստուծո վրա այս բանը կատարել, բոլոր սրտով, Հիսուս ըսավ, երկու դերոջ ծարայելու չես կրնար, անգարելի, թե Աստուծո, թե մամոնայի թրամին, հիմա Հիսուս թրամը օրինակ բերա, որտև այդ դեպքի մեջ հարուստ մեկը գար, բայց հարցը միայն թրամը չէ, ուրիշ շատ մեղքեր կան չեք կրնար։ Եվ եթե նկատենք, ուր որ ձոմաբահություն եղած է, նաև աղոթք մատուցված է, միշտ իրարու հետ, Շատեր ձոմ կբահեն, կամ բահեցողություն կնեն, բայց չիղևնի խանգարված, մի խոսիր հետերնին, նայր հետս մի խոսիր, մի չիղերս մի խանգարեր, ձոմաբահության մեջ եմ հիմա, չլարաս, հանդարդություն, դերոջը արջև կալով, խոնարելով, այս բարակային խոստովանության աղոտ կնե, որ գարտացինք, դերոջը թեմ մեղք կործեցինք կսե, Սամուելի բարական, որ քիչ առաջ գարտացինք, 6-րդ մարմիջ, ուրեմն առաջին գետը այս է, բայեղծողություն, ձոմաբահություն, աբաշխարելով այս խելքը գգետրոնացնենք Աստծո խոսքը գարտալով 40 օրեր իսկապես, եթե մարդիկ անգեղ ձլնան, Աստծո արնեն և սիրտերնին փանան կփոխվին, ցարցը Աստվածաշունչը բահարանի մեջ թրածեն և բայեցողություն գնեն և չեն ուզեր իրենց խելքը միտքը փոխել։ Երկրորդը, երբ ձոմ բահելու ենք, երբ մեր կյանքին ընթացքին լուրջ հարցերու առջև գտնվենք։ Աստվածաշունչեն օրինակը, որ հոս տեսանք Եզրասի բարական,
երբ Փափելոն գտնվեին, հիմա Երուսաղեմ բիդերտան դաջարի շինության համար լուրջ դժվարության առջև գտնվեին։ Վտանգավոր ճամփորդություն բիդնեին, ինչպես որ ըսինք։ Ուրեմն երկու նպատակներու համար ձոմաբաություն ունին եւ աղոթեցին։ Նպատակ կա, չու համար բայեցողություն գնես։ Բարդականությունս, ինչպես որ սկիզբը ասի, ընդհանուր առմամբ մեծամասնության սխալ ըմբռնումը այս է։ Ես գաղոթեմ Աստուծո համար, ես բայեցողություն ունեմ Աստուծո համար, բարդականությունս պետք է գադարեմ, որ թրացիները երբ որ ջաշկեփեն, ոդը չառնեն միսին եւ այլն, այնպես որ բարդականություն է, վնաս չունի, անցը սկզբենք, ասալ բիդանցնի եւ այլն, հետո դեղը գահանենք։ Այնպես որ այս չէ, նպատակ պետք է, նպատակ։ Ասոնք լուրջ դժվարության առջև էին։ Երկու նպատակներու համար ձոմ բայեցին աղոթքով։ Առաջին նպատակը գսե որբեսի խոնարհինք, այդպես կարդացի, չէ՞։ Գսե ձոմաբահություն քարոզեցի, որբեսի խոնարհինք։ Ամենադժվար բանն է խոնարհությունը։ Եվ խոնարհությունը բարգև չէ։ Ձոմաբահություն չեն գներ, որպես Աստված մեզի խոնարհության բարգևը դա։ 24 ժամ եթե աղոթես, ըսես ով Աստված ինձի խոնարհության բարգևը դուր, Աստված քեզի կպատասխանի, ես այդ տեսակ բարգև չունիմ։ Ուրիշ բարգևներ ունիմ, խոսքս գարտա, պիտի հասկանաս։ Խոնարհությունը ընդրություն է։ Ես գորոշեմ գնդրեմ խոնարհությունը։ Հիսուս այդպես չրավ, իր անձը ունայնացուց, բոսարակյալ խոնարհության միտքը բացադրելով, գսե Հիսուս Աստված որդի լալով իր անձը ունայնացուց, մեկը չստիպեց իրեն, իր թիրքը ուրիշիմը ցերքեն հապշտակված, որպես թե հապշտակած է, եւ այդպես ամուր մգեցած է իր թիրքին վրա, այդպես չէ, ընդրեց խոնարհությունը։ Ուրեմն պետք է խոնարհությունը ընդրես։ Երբեմն Աստված գստիպվի դժվարություններու մեջ է անցնել մեզի, որբեսի ներողամիտ գլակ մեր քիթը քեդին քսվի եւ հոն ընդրենք խոնարհությունը։ Ավելի լավ չէ, առաջ որ դժվարությունը կա, ընդրենք խոնարհությունը։ Ով դեր ինչպես որ թուն ուզես, քուգանքը դլա։ Հոս ձոմաբահություններին աղոթքով խոնարհելու համար։ Ինչ կխորիկ, այս ճշմարտություն չէ եւ մեզի համար, բոլորիս համար։ Գգարձես որ շատ խոնար ես, երանի քեզի։ Աստված կնութենե բիդանցնե, փամը բիդնե, դունիտ մեջ, եկեղեցի մեջ, գործիտ մեջ, օֆիսը, որպեսի թու կնաց խոնար չանցի։ Եվ հոն գաղթեն, որ միտքդ պացվի, լուսավորվի, և ընդունիս, որ իր անցիտ կերին թարդած, ուրեմն ձոմաբահությունն է խոնարելու համար։ Երկրորդը նպատակը հաջող ճամփորդության համար։ Լուրջ է, փափակնին սուրբ է, Երուսաղեմը շինելու բիդերտան։ Մեծ է թիվը, անոնք, որոնք բիդերտան, բայց վտանգավոր է ճամփան, ով դեր մեզի հետ եղիր, մեզի առաջնորդ է, և թու սիրելի բարեկամ, քու ներկայիդ և ապագայիդ համար, Աստուծո առաջնորդության պետքը չես, թուն քու խելքիդ պիտի վստահիս, ու բայց Աստծո առաջնորդության, անոր առաջնորդությունը խնդրե, թող անք արջևետ և թուն անոր հետևիս, այն ադեմ հաշողություն, ուրեմն ինչու համայեց այս մարդ, ճարկը,
Բարդականություն պետք է գարի քրիստոնյա ենք, ինչ ենք իսլամ ենք, քրիստոնյա ենք, այնպես որ հավատարիմ պետք է լինենք, այս չէ, երբ որ կմատնա լուրջ հարցեր կան, առնվելի քայլեր կան, ռոչությունը խնդրե, այն դերը պիտի աչողեցնե։ Եվ Եզրաս գսեոս, անիգա կընդունեց, գսե ուստի դոմ պրնեցինք, ու այս բանին համար մեր աստուծմեն օգնություն ընտրեցինք, ու անիգա մեր խնդրվածքը ընդունեց։ Հաճո ճամփորդություն ունեցան։ Չես խորիր, որ ասի յուրաքանչյուրիս վերակրելի է, թաս չի ասի մեզի, վտանգներ կան, պետք է աստուծո առաջնորդությունը խնդրես, սակայն առաջ խոնարեցան, սիրելներ, աստուծո թիրքը արևեն բայց հստակ է, որքան որ շուտ լավ գմփրնես, այդքան լավ է քեզի համար։ Ինչ է թիրքը, Աստված ինք գսե։ Խոնարներուն շնորհ տա, հբարտներուն գահագարակ։ Ես եկեղեցի գերտամ, ես այս եմ, ես այն եմ, հբարտ ես, Աստված քու հագարակ է։ Իս խոնարներուն շնորհ կուտա։ Մարդ կորեն խոսելով, Աստված երբ խոնար մարդը գտեսնե, չի կրնար գնալ։ Փամը հասկանան գսել այս փառը գործած։ Խոնար հեզ եղիր։ Աստված խոնար սրդերը գգավար։ Եվ մի որ աստուծո խոսքնա խոնար սրդերում մեջ դեղ ունի, հոն որպես աղեք հոն գծամվի և գաչի։ Ինչու մահավատացյաններ 40 դարի եկեղեցի գերտամ, հենց խոնար սրդի մեջ դեղ կգտնե և աստուծո գանչի։ Մարդիկ չսեր բերես երբ սիրտ ունիս նոքուտ մաչունի ասկայնով պավարարվինք, դերգամի քրագի բիդի շարդունենք։ Մատյոսի 6 գլուխ 16-ին 17 ասպես է։ Ու երբ ձոմ գբայք, դու մերես մարդոս ձոմ ձվարկը երբ ձոմ գբայեց, կլուխըտ օձե ու եստ լվա։ Այսպես ձոմ գբայք։ Մենք այսպես ձոմ գբայենք, մեր թրացիներուն, շուրջիներուն, որ մենք չենք, թերևս ինքը դումը կաղեղեն գերեր է, շոկոլատը գերեր է, իր բաշոնատը գսե, շոկոլատ գերեր ես, պես գլլապի, մնաս չունի, մեկը չի դեսնի, միշտեր ինքնալ դումը գերեր է, երբես բաղություն չնենք, պես որ ձոմաբաղություն է, ուրիշներուն ցույց տալու համար է, որպես հովեսի, կողացանքի արժանանակի, մեզ, ըսելով թե լավ քրիստոնյա մնե, իշտ է
ձուր է Աստուծո առջև։ Դա սիրելներ մեգալ այո ձոմ է բայեցողություն է հոգ չէ ինչ է խոնարհությամբ Տերոջ առջև խոնարհիկ եւ պատրաստ մեր միտքը եւ հնազանդ իրեն օրհնեցեզի եւ լավ որ այս ճշմարտությունները մեր սրտերում գտնեն եւ ժամանակաշրջանը մեզի փոխեն ավելի Տերոջը մոտ մանավանդ կտեսնենք աշխարհի վիճակը Հիսուսի վերադարձին քալուն ոտքային շնորհքի մեջ 90 ով Հիսուս հոգիս բահե միշտ խաչիտ մոները ուր աղբյուր մը գհոսե ով Հիսուս հոգիս բահե միշտ խաչիտ մոները ուր աղբյուր մը գհոսե յուր ուժոտ ջուրերը դեր կուղաց միշտը ակսուցան զուտու միշկեդեն անթին գտնեմ կոդ երամություն մոտ խաչիտ հոգիս ասավ դեր խորմությանը հոն իմ շուրջս հայտեցավ աստղամոտյանը դեր կուղաց միշտը ակսուցան զուտյունը միշկերեն անթին գտնեմ ով երամություն դեր կուղաչըտ օրեով Հերաչքիս առջևը աղթան մնալով ըստ վերին ներքևը դեր կուղաչ միշտը զուտյունս մինչ կեդեն անթին գտնեմ կոդ երամություն մոտ խաչին ես կսպասեմ Տերոջը փառքը անթին տեսնեմ ոսկերեն եզերքը դեր կուղաչ միշտը ակսուցան զուտյունս մինչ կեդեն անթին գտնեմ կոդ երանությունս ամեն Տեր Հիսուս հոգայն փառք ուտանք ներկայությանդ եւ խոսքիդ համար շնորհակալ եք Տեր Գողորմիս գծկու զավակներդ որ անքալ Տեր նմանին
ենք խոսքդ գարտալու եւ դեր պատրաստը լալու մեր միտքը փոխելու խոսքիդ ճշմարտություններու լույսին տակ գաոթեմ դեր այս խորհրդածությունները յուրաքանչյուրի սրտերու մեջ թրոշմես եւ դեր իրապես ոչ թե միայն լսողները լանք այլ խոսքդ գադարողներ արցակես մեզ կուխաղությամբ Փարքիդ համար կխնդրենք ամեն